Նոր ընտրական օրենսգիրքը քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում չի նախատեսում։ Այսօր ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ պատասխանելով Civilnet-ի հարցին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Քվեարկած ցուցակների հրապարակման փոխարեն կառավարությունն առաջարկում է վերահաշվարկի պահանջ չներկայացնելու դեպքում անգամ վստահված անձանց լիազորել քվեարկած ցուցակներին ծանոթանալու իրավասությամբ։ Ծանոթանալ նշանակում է ազատորեն անել քաղվածքներ, սակայն չի ենթադրում լուսանկարել ինչու, որտեղ հենց այդ դեպքում դա դառնում է պաշտոնական փաստաթուղթ։ Սա կարող է ընդհանրապես հիմք լինել, որպեսզի ապացույցներ ձևավորվեն, վիճարկելու ընտրությունների քվեարկության արդյունքները այս կամ այն տեղամասում կամ երկրով մեկ պատշաճ ատյաններում։ Հարությունյանը կիսում է կրկնակվեարկության եւ ուրիշի փոխարեն քվեարկելու մտահոգությունները եւ որպես լուծում մատնանշում է ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող էլեկտրոնային գրանցման տարբերակը։ Ցուցակների պաշտոնապես հրապարակելու արգելքը Դավիթ Հարությունյանը պայմանավորում է սահմանադրական դատարանի որոշմամբ եւ միջազգային ինստիտուտների մի շարք փաստաթղթերով։ Լրագրողների դիտարկմանը, որ սահմանադրական դատարանը չունի որոշում, որով հակասահմանադրական է ճանաչում ցուցակների հրապարակումը, Հարությունյանը նկատում է. Վիճարկվել է արդյոք հակասահմանադրական է, որ չի հրապարակվում։ Եւ այդ վիճարկման ժամանակ սահմանադրական դատարանը արտահայտել է իր իրավական դիրքորոշումը։ Նա նշել է, որ միջազգային փաստաթղթերը, միջազգային կազմակերպությունների կողմից իրենց մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում սա համարվում է գաղտնիության տար։ Եվ բառացիորեն թույլ տվեք կրկնեմ սահմանադրական դատարանի ձևակերպումը։ Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը։ Այսինքն սահմանադրական դատարանը պաշտպանում է, որ պաշտոնապես հրապարակելը ստորագրված ցուցակները խախտում է անձանց գաղտնիությունը։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հանրաքվեի վերաբերյալ վերջին զեկույցում անդրադառնալով ցուցակների հրապարակմանը նշում է, որ թեև Վենետիկի հանձնաժողովը չի ողջունում ցուցակների հրապարակումը, այնուամենայնիվ այն չի հակասում միջազգային իրավունքին։ Այդ ցուցակները չպետք է ունենան գաղտնիության բարձրագույն, այսպես ասենք, դասը։ Եվ անձինք, որոնք շահագրգիռ են, վստահված անձինք, կուսակցությունների ներկայացուցիչներ, նրանք պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ցուցակին։ Ինչ նպատակով։ Ոչ թե որովհետև այդ տեղեկատվությունը պետք է խախտի մարդու վերաբերյալ անձնական տեղեկատվությունը, այլ որպիսի կարողանան բողոքարկել։ Այդպիսի մեխանիզմներ են անհրաժեշտ, այսինքն այդ նպատակին ծառայող մեխանիզմներ եւ հենց այդ մեխանիզմներն ենք մենք առաջարկել։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քվեարկած ցուցակների հրապարակման վերաբերյալ ստեղծված աղմուկը համարում է որոշ չափով արհեստական, քանի որ իրավական առումով կան արգելքներ, որոնք կառավարությունը չի կարող շրջանցել։ Ինչ անել այս պայմաններում, մենք էլ մտածել ենք, մենք էլ ենք փորձում լուծումներ տալ, այնպես չի, որ գիտեք, ասում ենք, չէ, այսպես է ու ոչ մի բան վերջ, այլևս ոչինչ չենք ուզում անել։ Դրա համար օրինակ մենք տվել ենք մի շատ կարևոր իրավունք, որի մասին ոչ ոք չի խոսում, ուշադրություն չեն դարձնում, անկեղծ ասած, բացառությամբ մեկ հասարակական կազմակերպության։ Մենք վստահված անձանց եւ դիտորդներին շատ կարևոր մի իրավունք ենք տվել։ Ընտրական տեղամասում հաջորդ օրը, դա չկա այսօր նախատեսված, հաջորդ օրը պահանջել որպես ծանոթանան հենց այդ ստորագրված ցուցակների հետ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը վստահ է, որ ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկված լուծումները չեն փարատելու հանրային մտահոգությունները։ Ցուցակների հրապարակումը արվում է հանրային վերահսկողություն ապահովելու համար։ Ցուցակները հիմնական կեղծարարության գործիքն են ձեր մոտ։ Ու մենք դրա մասին գիտենք ու խնդրում եմ հանկարծ չփորձեք ասել, որ դա այդպես չի, որովհետև դրա համար կան բազմաթիվ ապացույցներ, տարիներ շարունակ փորձարկված է ու մենք ունենք այդ ապացույցները։ Այդ հիմնական գործիքն է։ Այվազյանն ասում է, որ քվեարկած ցուցակները չհրապարակելու համառությունը հավաստում է, որ իշխանությունը մտադիր չէ հրաժարվել ընտրակեղծարարությունից։ Եվ տարատեսակ փոփոխությունների իմիտացիան արվում է հանրային միտքը շեղելու եւ հանրությանը խճճելու համար։ Արփի Մաղսուդյան, Սարգիս Խարազյան, Civilnet։